Ողջույն սիրելի ժողովուրդ ջան, եկեք շարունակենք պատարագի բացատրությունների մեր շարքը, որ արդեն ինչքան ժամանակ է գնում է եւ ամեն շաբաթ օր ես փորձում եմ դնել այս էջին։ Եթե նախորդները բաց եք թողել, խնդրում եմ նայեք նախորդ շաբաթները, շաբաթ օրերը պատարագի որևէ հատվածի բացատրությունն է։ Այսօր հասել ենք մի այնպիսի պահի պատարագի մեջտեղում, որ կոչվում է հիշատակություններ, որտեղ մենք հիշատակում ենք մեր անցյալ առաջնորդների եւ նաեւ աղոթում մեր ներկա բոլոր հոգսերի եւ կարիքների մասին։ Գիտեք, պատարագը լավագույն ժամանակն է աղոթելու մեր հոգսերի, կարիքների եւ մեր առաջնորդների, մեր բանտարկյալների, ճամփորդների նման տարբեր տեսակի նպատակների համար։ Պատարագի ժամանակ հայր մերից առաջ մի էսպիսի տեղ կա, որտեղ երաշտական նմուշը, այսինքն թե ինչպես է երաշտությունը լինում, այսպես է հնչում, դուք երևի ծանոթ եք։ Ծանոթ է սա, ասում է հիշատեր եւ ողորմյա, հիշատեր եւ ողորմյա։ Ինչպես ասեցի, պատարագի այդ մասը կոչվում է հիշատակություններ, դա հայր մերից մի քիչ առաջ է եւ այսինքն մենք հիշում ենք մեր նախկին եւ ներկա առաջնորդներին եւ խնդրում ենք, աղոթում ենք նրանց համար։ Ուրեմն այս ամբողջը Քահանան նախ բանաձևում է մի աղոթքով, որը ես հիմա ձեր համար կկարդամ աշխարհաբար, այդ աղոթքը ծածուկ է լինում, բայց որպեսզի դուք հասկանաք, թե ինչի մասին է խոսում, եւ հետո հատ-հատ կգնանք այդ ամեն ինչի վրա։ Այս ձայնագրությունը կարող է մի քիչ երկար լինի, խնդրում եմ մինչև վերջ լսեք, որպեսզի ամբողջ պատարագի այդ հիշատակությունների բաժինը հասկանաք։ Ուրեմն հիշատակությունների սկզբում Հոգի Աստուծո երգից հետո Քահանան այսպիսի մի աղոթք է ասում է սրա միջոցով, այսինքն այս սուրբ պատարագի միջոցով Սեր, հաստատություն եւ բաղձալի խաղաղություն շնորհիր ամբողջ աշխարհին Տեր, Սուրբ եկեղեցուն եւ բոլոր ուղղափառ եպիսկոպոսներին, քահանաներին, սարկավագներին, աշխարհի ղեկավարներին, ժողովրդներին, ճամփորդներին, ծովագնացներին, օդանավագնացներին, բանտարկյալներին, վտանգվածներին, աշխատավորներին եւ բոլոր նրանց, որոնք չարի դեմ պատերազմի մեջ են։ Տեսակ ինչքան տեսակի մարդկանց համար ենք աղոթում, ինչպես ասի, հիշատակում ենք բոլոր կարիքի մեջ գտնվող մարդկանց եւ բոլոր տարբեր վիճակների իրավիճակներին։ Ասում է սրա միջոցով, այսինքն պատարագի միջոցով, Տեր շնորհիր բարեխառն օդ, անդաստանների պտղաբերություն, այսինքն դաշտերի պտղաբերություն եւ շուտապույտ ապակինում նրանց, որոնք զանազան հիվանդություններով են տառապում։ Սրա միջոցով, այսինքն պատարագի միջոցով հավիտենական հանգիստ պարգևիր կանխավ ի Քրիստոս ննջեցյաններին, նախահայրերին, հայրապետներին, մարգարեներին, առաքյալներին, մարտիրոսներին, եպիսկոպոսներին, քահանաներին, սարկավագներին եւ Սուրբ եկեղեցվո համայն ուխտին, ինչպես նաեւ աշխարհական դասին հավատքով վախճանված բոլոր այրերին եւ կանանց, այսինքն աշխարհական դասից հավատքով վախճանած բոլոր այրերին եւ կանանց, եւ տեսեք ինչ է ասում, որոնց հետ եւ մեզ եւս այցի արի, այցարա, ով բարերար Աստված, աղաչում ենք։ Այս մասը դուք լսում եք բարձրաձայն արդեն, երևի լսում եք քահանան ասում է. «Ընդ որս եւ մեզ այցարասես, բարերար Աստված, աղաչեմ»։ Այստեղ երջախումը երկում է հիշատեր եւ ողորմյա։ Սրանից հետո քահանան շարունակում է հիշատակությունների կարգը, մի երկու կարևոր բաներ ինքն է ասում, հետո մնացածը շարունակում են սարկավագներն ու դպիրները։ Օրինակ քահանան ասում է. Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնին եւ Հովանես Մկրտչին, Ստեփանոս Նխապկային եւ բոլոր սուրբերի հիշատակություն թող լինի այս սուրբ պատարագի մեջ, աղաչում ենք։ Իմացաք։ Գրափարեցի ոնց է լինում. Աստվածածին Սրբոկոսի Մարիամու, Հովաննու Մկրտչին, Ստեփանոսի Նախավկային եւ ամենայն սրբոց Եղիցի հիշատակ ի սուրբ պատարագ սաղաչեմ։ Ժողովուրդը երջախմբի հետ պատասխանում ասում է. հիշիր Տեր եւ ողորմյա, հիշատեր եւ ողորմյա։ Պարզ է, չէ՞, դժվար բան չկա, ժողովուրդ ջան։ Սա այսօր շարունակում են արդեն սարկավագները։ Ասում են
Սուրբ առաքյալների, մարգարեների, վարդապետների, մարտիրոսների, բոլոր սուրբ հայրապետների, առաքելագործ եպիսկոպոսների, քահանաների, ուղղափառ սարկավագների եւ բոլոր սուրբերի հիշատակությունը թող լինի այս սուրբ պատարագի մեջ աղաչում ենք, այսինքն այս սուրբ պատարագը թող լինի նաեւ իրենց հիշատակ։ Տեսակ, ամենավերևից սկսեց, առաքյալներից սկսեց, հետո եկավ մարգարեներին, տեսնում եք առաքյալներն ավելի բարձր են դասված, քան մարգարեները, հետո գալիս են վարդապետները, մարտիրոսները, բոլոր սուրբ հայրապետները եւ այսպես գալիս է գրափարով սարկավագներն այսպես են երգում, այդ նույն բանը։ Առաքելոց սրբոց, մարգարեից վարդապետած, մարտիրոսած եւ ամենայն հայրապետած սրբոց, առաքելագործ եպիսկոպոսած, երիցանց ուղղափառ սարկավագած եւ ամենայն սրբոց, եղիցի հիշադակի սուրբ պատարագ աղաչենք։ Եվ ժողովուրդը պատասխանում ասում է հիշատեր եւ ողորմյա, հիշատեր եւ ողորմյա։ Տեսակ մի հատ նրբություն չի հիշում բոլոր եպիսկոպոսներին, այլ հիշում է այն եպիսկոպոսներին, որոնք առաքյալների գործն են շարունակում։ Այստեղ շատ խորը մտածելու բան կա, հիշում է այն եպիսկոպոսներին պատարագի ժամանակ, ովքեր այսպիսի գեղեցիկ բառ օգտագործված առաքելագործ եպիսկոպոսներին։ Ուրեմն այս առաքելոց սրբոցից հետո մեկ էլ մի տեղ է գալիս, սարկավագները ժողովրդին ասում է Օրհնյալ, գովյալ եւ փառավորյալ, հրաշալի եւ աստվածազարդ հարությանն Քրիստոսի երկիր պագանենք, շատ բարձ է, չէ՞։ Երկրպագենք Քրիստոսի օրհնյալ, գովյալ եւ փառավորյալ, հրաշալի եւ աստվածազարդ հարությանը։ Այդպես հորդոր է հղում ժողովրդին եւ բոլոր ժողովուրդներն ասում են փառք քո հարությանդ, ով Տեր, փառք հարության քո Տեր։ Հետո սրանից նորից էլի շարունակվում են հիշատակությունները, օրինակի համար ասվում է Սուրբ Աստվածահաճո մարտիրոս Աստվածահաճո, եթե տոն կա ներողություն, այստեղ մի քիչ այստեղ տարբերագրված, եթե տոն կա հատուկ սուրբերի տոն, այդ սուրբերի անունն են հիշում այստեղ, դրանից հետո շարունակում ենք հիշատակությունները, հիշում ենք մեր առաջնորդներին։ Հիմա տեսեք, սկսվում է առաքյալներից, գնում է Գրիգոր Լուսավորիչ, հետո գալիս է մեր մյուս առաքյալներին, առաջնորդներին։ Ես այս անունները որ ասեմ, դուք պատարագի ժամանակ միշտ լսում եք, օգտակար կլինի, որ դուք վերցնեք ժողովուրդ ջան, այս սուրբ մարդկանց վարքը կարդաք, իմանաք թե ինչ ավանդ ունեն, ինչ ամակ ունեն մեր ազգի կյանքի մեջ, եւ որպիսի միգուցե մենք էլ ուզենանք իրանց պես կյանք, սուրբ կյանք ապրել Քրիստոսին նվիրված։ Օրինակ, սկսվում է մեր առաջնորդներից, ասում է. Առաջնորդացն մերոց եւ առաջին լուսավորչացն, Սրբոցն Թադեոսի եւ Բարթողեմեոսի առաքելոցն, հետո գնում է եւ Գրիգորի լուսավորչին, տեսակ, մենք ունենք Գրիգոր լուսավորիչ, չէ՞, մեր ազգի լուսավորիչն է, որ քրիստոնեությունը իր ժամանակ պետական կրոն դարձավ Հայաստանում եւ Հայաստանը քրիստոնեացվեց։ Բայց տեսեք, Թադեոս եւ Բարթողեմեոս առաքյալները, որոնք Հայաստան են եկել Քրիստոսի հրամանով 300 տարի դրանից առաջ, առաջի դարի վերջում, իրենք կոչվում են առաջի լուսավորիչներ, մեր ազգի առաջի լուսավորիչներ։ Ուրեմն սարկավագներն ասում են հետևյալ անունները. մեր առաջնորդների եւ առաջի լուսավորիչների, Թադեոսի եւ Բարթողեմեոսի սուրբ առաքյալների եւ սուրբ Գրիգոր լուսավորչի, Արիստակեսի, Վրթանիսի, Հուսիկի, Գրիգորիսի, Ներսեսի, Սահակա, Դանիելի, Խադի, Մեսրոպ վարդապետին եւ Գրիգոր Մեսրոպ վարդապետը գիտեք ով է, Մեսրոպ Մաշտոցը, Մեսրոպ վարդապետին, Գրիգոր Նարեկացուն, Ներսես Կլայեցին, Հովանես Որոտնեցուն, Գրիգոր եւ Մովսես Տաթևացիներին, Սուրբ Գրիգորյանների եւ Ներսիսյանների, Հայաստանյայց եկեղեցու բոլոր հովիվների եւ հովապետների հիշատակությունը թող լինի այս սուրբ պատարագի մեջ, աղաչում ենք Եղիցի հիշատակ, իս սուրբ պատարագս աղաչեմ։ Նորից սրանից հետո ժողովուրդը ուշադիր լսում է, ասում է հիշատեր եւ ողորմյա։ Սրանից հետո գալիս ենք արդեն մի աստիճան, ոնց որ գնում է հաջորդը վանական եւ ճգնավորների, ասում է ճգնավոր սուրբերի, առաքինասեր եւ աստվածուսույց կրոնավորների, այսինքն աստվածուսույց կրոնավորների, Պողոսի, Անտոնի, Պողին, Մակարի, Վոնոպրիոսի, Աբբա Մարկոսի, Սրապիոնի, Նեղոսի, Արսենի, Եվագրի Պարսամա, Հովանիսյանց եւ Սիմոնյանց, Սուրբ Ոսկյանցների եւ Սուքիասյանների եւ բոլոր սուրբ հայրապետների, ամբողջ տիեզերքի մեջ ծրված իրենց աշակերտների,
հիշատակությունը թող լինի այս սուրբ պատարագի մեջ աղաչում ենք։ Եվ երգչախումբը շարունակում է. Հիշատեր եւ ողորմյա։ Այս անունները, որ ես քիչ առաջ հիշեցի, սրանք այնպիսի պատվավոր անուններ են, այնպիսի մարդիկ են, օրինակի համար Արսենը, որ նշեցի, հռոմեական կայսրության էր ապրում, Հռոմում կայսեր դաստիարակներ, թողեց այդ ամեն ինչ, եկավ Եգիպտոսի անապատները, գիշեր ցերեկ աղոթում էր, ասում է երեկոյան ձեռքերը բարձրացնում էր, աղոթում էր ու տենց երկար ճկնակյաց ձևով աղոթում էր, մինչև հաջորդ օրը արևը մյուս կողմից լույս էր դուրս էր գալիս, այդպես այսպիսի բաներ էին անում, էլի հոգևոր մեծ գործեր են անում, նրա համար եկեղեցին հիշում է նրանց։ Հետո հիշում ենք այն թագավորներին, ովքեր Քրիստոսի հավատն ունեն, ասում է. թագավորած հավատացելոց, եւ ումից են սկսում, ով էր առաջի թագավորը, որ հավատաց Քրիստոսին, Աբգար թագավորը։ Հավատացյալ թագավորներին, Սուրբ Աբգար, Կոստանդիանոս, Տրթատ եւ Թեոդոս թագավորներին եւ բոլոր սուրբ եւ բարեպաշտ թագավորներին եւ աստվածասեր իշխաններին հիշատակությունը թող լինի այս սուրբ պատարագի մեջ աղաչում ենք։ Ժողովուրդը պատասխանում է. Հիշատեր եւ ողորմյա։ Սրանից հետո աղոթում ենք եւ հիշատակում ենք բոլոր ընդհանրական սուրբերին, ընդհանրապես բոլոր հավատացյալներին, այրերին եւ կիներին, ծերերին եւ երիտասարդներին եւ ամեն տարիքի հավատքով եւ սրբությամբ ի Քրիստոս ննջեցյալների հիշատակությունը թող լինի այս սուրբ պատարագի մեջ աղաչում ենք։ Սրա երգը մի քիչ տարբեր է, այսպես է. Ընդհանուր ամենայն հավատացելոց, առանց եւ կանանց, ծերոց եւ տղայոց, եւ ամենայն չափ ու հասակի հավատով եւ սրբությամբ ի Քրիստոս ննջեցելոցն Եղիցի հիշատակի սուրբ պատարագ աղաչեմ։ Եվ երաժշտությունն այսպես է. հիշատեր եւ ողորմյա։ Հիշատեր եւ ողորմյա։ Քահանա շարունակում է իր աղոթքը ծածուկ, ասում է. հիշիր Տեր եւ ողորմիր եւ օրհնիր քո ընդհանրական եւ առաքելական սուրբ եկեղեցին, որ փրկեցիր քո միածնիտ պատվական արյամբ եւ ազատեցիր սուրբ խաչով, նրան շնորհիր, այսինքն եկեղեցուն, ժողովրդին, նրան շնորհիր անսասան խաղաղություն, հիշիր ով Տեր, ողորմիր եւ օրհնիր բոլոր ուղղափառ եպիսկոպոսներին, որոնք ուղիղ վարդապետությամբ մեզ ուսուցանում են ճշմարիտ խոսքը։ Եվ մանավանդ մեր եպիսկոպոսապետին եւ ամենայն հայոց պատվական հայրապետին Տեր կաթողիկոսի անունն է ասում, սրբազնագույն կաթողիկոսը եւ մեր թեմի հետո հիշվում է տվյալ եկեղեցու թեմի բարեխնամ առաջնորդին, ապա շնորհիր մեզ երկար օրերով ուղիղ վարդապետություն եւ այստեղ սարկավագները եւ երգում են մի գոհության երգ, որ այսպես է. Գոհություն եւ փառաբանություն կմատուցենք, գոհություն եւ փառաբանություն ենք մատուցում քեզ, ով Աստված մեր Տերը, այս սուրբ սեղանի վրա բազմած սուրբ եւ անմահ պատարագի համար, որպեսզի սրանով ստանանք կյանքի սրբության քո պարգևը, տեսակ, որպեսզի սրանով ստանանք կյանքի սրբության քո պատկերը։ Ինչու է ասենց ասում, որովհետեւ հիշում եք, որ Տեր Հիսուսն ասեց, ով որի մարմինը չուտի հավիտենական կյանք չի ստանա, չի մտնի, քանի անգամ սա կրկնեց։ Ասում է սրանով շնորհիր սեր, հաստատություն եւ ըղձալի խաղաղություն ամբողջ աշխարհին, Սուրբ եկեղեցուն եւ բոլոր ուղղափառ եպիսկոպոսներին, մեր եպիսկոպոսապետին եւ ամենայն հայոց պատվական հայրապետին Տեր Գարեգին սրբազնագույն կաթողիկոսին, այսինքն ով որ այդ ժամանակ կաթողիկոսն է, իր անունն է հիշվում, եւ ամենայն հայոց պատվական հայրապետին Տեր, ասեցի կաթողիկոսին եւ այս թեմի բարեխնամ առաջնորդին, այդ եկեղեցին որ թեմի տակ որ գտնվում է, այստեղ հիշում են այդ թեմի բարեխնամ առաջնորդի անունը, նաեւ այն քահանային, որ մատուցում է այդ պատարագը, ապա ասում են աղաչում ենք եւ խնդրում նաեւ հանգուցյալ հոգիների համար, մասնավորաբար մեր հանգուցյալ հայրապետների համար, այս եկեղեցին շինողների համար եւ նրանց համար, ովքեր եկեղեցու հովանի տակ են հանգչում։ Գիտեք, որ եկեղեցի եք գնում, տեսել եք, որ ասենք մեկ գերեզմաններ կան, չէ, եկեղեցու հովանու տակ, եկեղեցու մուտքի մոտ, այսինքն դրանք երևի շատ սուրբ մարդիկ են եղել, որ իրենց թաղել են եկեղեցու հովանու տակ կամ եկեղեցու շուրջը մեկ գերեզմաններ ա լինում։
ուրեմն աղոթում ենք այն մարդկանց համար, ովքեր իրենց կյանքում եկեղեցի են շինել։ Տեսնում եք ինչ գեղեցիկ բան կա, եթե դուք մի քար եք դրել եկեղեցու շինարարության համար, կամ դուք ջանք եք թափել, կամ դուք ունեք հնարավորություն եկեղեցիներ ու վանքեր շինել, որտեղ աճի եւ զորանա մեր հավատքը, ամեն կիրակի, ամեն պատարագի ձեր անունը հիշվելու է այդ աղոթքների մեջ։ Այդ ուրեմն խնդրենք նաև ազատություն գերի ընկած մեր եղբայրներուն եւ շնոր ներկա ժողովրդի համար, հանգիստ հավատքի եւ սրբության մեջ ի Քրիստոս հանգուցյանների համար, այսինքն հանգիստ խնդրենք հավատքով եւ սրբության մեջ Քրիստոս հանգուցյանների համար, հիշատակություն թող լինի այս սուրբ պատարագի մեջ աղաչում ենք։ Եվ այստեղ սարկավագները ժողովուրդը պատասխանում այսպես. բոլորի կողմից եւ բոլորի համար։ Լսել եք սա գրապար ինչպես է, ըստ ամենայնի եւ հաղակս ամենեցուն, բոլորի կողմից եւ բոլորի համար, որը որ երգվում է այսպես. ըստ ամենայնի եւ հաղակս ամենեցուն։ Քահանան այդ ընթացքում աղոթում է եւ ասում է. հիշիր ով Տեր եւ ողորմիր, օրհնիր քո ներկայությանդ հավաքված այս ժողովուրդը եւ ինձ այս պատարակը մատուցողին եւ պարգևիր բոլորին, ինչ որ իրենց պետք է եւ օգտակար։ Տեսակ ժողովրդին ինչա խնդրում, ժողովրդ եկեղեցին ինչա խնդրում, եւ պարգևիր մարդկանց այն ամենը, ինչ որ պետք է եւ օգտակար, ոչ ավել, ոչ պակաս, որովհետեւ պակասը պակասություն կանի, ավելը լավ չի լինի։ Հիշիր ով Տեր եւ ողորմիր եւ օրհնիր ուխտավորները եւ քո սուրբ եկեղեցիդ նվիրատուները եւ բոլոր նրանց, որոնք ողորմածորեն աղքատներին են հիշում, քո ինքնածին առատաձեռնությամբ բոլորին հազարապատիկ վարձահատույց եղիր այս եւ գալիք կյանքի մեջ։ Տեսնում եք ինչ լավ աղոթներ։ Եթե դուք աղքատին ողորմություն եք տալիս, իմացեք, որ եկեղեցին էլ աղոթում է ձեր համար։ Հիշիր ով Տեր եւ ողորմիր եւ գթա հանգուցյանների հոգիներին, հանգիստ տուր նրանց, լուսավորիր իրենց եւ դասավորիր քո սուրբերիդ կարգին, երկնքի արքայության մեջ եւ արժանի արա նրանց քո ողորմությանը։ Հիշիր նաեւ ով Տեր, այստեղ եթե ասենք մարդիկ խնդրեն են, որ իրենց ասենք հանգուցյալ տատիկը, պապիկը, ազգականը կամ հարազատը մահացել է, այստեղ հատուկ քահանան աղոթում է, խնդրում է, որ Աստված հիշի այդ հանգուցյանին։ Մեկ-մեկ աղանդավորներն ու բողոքականներն ասում են, չէ, ինչի է հանգուցյանների համար աղոթում։ Տեսակ ոնց են աղոթում, խնդրում ենք Աստծուն, որ այդ մարդիկ, որ գնացել են այնտեղ մանավանդ եթե հավատքով են, հիշի Աստված իրենց եւ գթությամբ վարվի իրենց հետ դատաստանի օրը։ Տրամաբանական մարդը ստեղ ոչ մի բան չի տեսնում, չէ։ Շարունակում ենք հետո, հիշիր նաեւ Տեր քահանան աղոթում, հիշիր նաեւ ով Տեր նրանց, որոնք մեզանից խնդրեցին մեր աղոթների մեջ հիշել իրենց ողջ ու հանգուցյալ սիրելիներին, առաջնորդիր մեր եւ իրենց կամքն ու փափագները դեպի ուղիղ եւ փրկության առաջնորդող ճամփան, բոլորին վարձատու արա անանցելի եւ երանելի բարիքներով։ Այսինքն եթե դու գնացել եք քահանային, խնդրել եք, ասել եք Տեր, այլ ինչ կլինի, ինձ էլ հիշի պատարակի ժամանակ, այստեղ ինքը ձեզ հիշում է։ Եվ մաքրելով մեր մտքերը, մեզ դարձրու քո տաճարը, որ ընդունենք մարմինը եւ արյունը քո միացնի մեր Տիրոջ եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որու հետ քեզ, որ ով ամենակալ հայր, կենթանարար եւ ազատիչ Սուրբ Հոգիիդ հետ վայելե փառք, իշխանություն եւ պատիվ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն, եւ քահանան սրանց դու ասում է, եւ մեր մեծ Աստծո եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի ողորմությունը թող ձեր բոլորի հետ լինի, դառնալով ինքը խաչակնքում է ժողովրդին եւ ասում է, եւ եղիցի ողորմություն մեծիս Աստուծո եւ Փրկչին մերո Հիսուսի Քրիստոսի ընձեզ ընդամենեսյան։ Սրանից հետո գալիս է մի գեղեցիկ դիալոգային երգ խորանի ու ժողովրդի միջև, որ կոչվում է ամեն եւ ընդհոգվույթքում, որի մասին խոսենք հաջորդ անգամ։ Սիրելի ժողովուրդ, երկար եղավ այս ձայնագրությունը այսօր մի քիչ, բայց եթե ձեզ օգտակար եղավ, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր էջերին, ուղարկեք ձեր ընկերներին ու բարեկամներին, ձեր երեխաներին, կանանց, ամուսիններին, տատիկներին, պապիկներին, որ իրանք էլ իմանան այս բաները, իմանան թե իրանք ինչ են բաց թողնում պատարակի չմասնակցելով, կյանք են բաց թողնում, որովհետեւ մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասեց. Սա իմ մարմինն է, սա իմ արյունն է, եթե իմ մարմինը չուտեք եւ իմ արյունը չմպեք, հավիտենական կյանք չեք ունենա։ Եվ մեր Տիրոջը եւ երկնավոր Հոր ու Սուրբ Հոգու հետ միասին
փառք, իշխանություն եւ պատիվ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն, ձեզ է բարի օր։